Կնհայտորեն երկրորդ դեպքին ենք մենք ականատես լինում, որ Նիկոլ Փաշինյանը նախ ստորագրում է մի փաստաթուղթ, հետո սկսում է սուբյեկտիվորեն ինտերպրետացնել այդ փաստաթուղթը կամ մեկնաբանել։ Այդպիսին էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, նա համառորեն բոլորիս բացատրում էր, որ ռուսական վերահսկողությունը կարող է ինչ-որ հեռավար արվել, եսիմինչ արվել եւ ի վերջո այդ իր դեմագոգիկ մանիպուլյացիաների, արհեստական մեկնությունների համատեքստում Արցախը նախ շրջափակվեց, հետո հայազրկվեց։ Այսինքն տեղի ունեցավ ռազմական գործողություն։ Հիմա համարյա նույն տակտիկայի մեջ ենք։ Ալիևը բացատրել է ինչա։ Իր քաղաքացիները եւ բեռները հայ երես չպիտի տեսնեն։ Հետո գալիս ես Հայաստան կամ տարբեր ամբիոններում տարակուսանք ես հայտնում, որպես ալիբի էլ արդարացում էլ նշում ես, որ պարամետրերը դերևս հստակեցված չեն։ Ուրեմն նախ հստակեցնում են պարամետրերը, նոր ինչ-որ փաստաթուղթ են ստորագրում։ Հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվի եւ այսպես տարբեր կերպ մեկնաբանվեն այդ փաստաթղթերը, իդեպ եթե նկատել եք, Վաշինգտոնից որևէ անգամ դիտողություն չեն անում Ադրբեջանին, այո, որ դու ասենք ոգուն անհամապատասխան կամ ոչ ներդաշնակ արտահայտություններ կամ մեկնություններ ես անում ձեռք բերված համաձայնությունից,